Հունիսի 20-ին առավոտյան ժամը 8-ից 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պերիս Էքինջին։ Նիկոլ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայաստանում ԵՄ-դիտորդական առաքելությունը հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին եւ հետեւել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին։ Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ եւ կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը եւ անվտանգությանը, նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։ Մհեր Գրիգորյանը համոզված է, որ հայ արտադրողներն ունակ են արտադրել մրցունակ, արտադրանք, որը պահանջարկ կունենա նաև Ռուսաստանի սպառողների համար։ Այս մասին փոխվարչապետն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, գնահատելով հայ-ռուսական առևտրատնտեսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը եւ հետագա հեռանկարները։ Գրիգորյանը նկատել է, որ այդ գործակցության թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանն առևտրի ոլորտում ունեն ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր եւ միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել։ Պիցատաշիր ՍՊ-ի կողմից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում։ Սա ԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Պիցատաշիր Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում։ Կառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք։ Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, սևանալճում կենսապաշարի, կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջով։ Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար կապված Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկրի սահմաններին մոտ գտնվելու հետ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատերազմը, որի ականատեսն ենք մենք, հղի է աշխարհագրության ընդլայնմամբ, նոր մասնակիցների ներգրավմամբ եւ անկանխատեսելի հետևանքներով։ Մենք չափազանց մտահոգված ենք այս առումով, քանի որ օվկիանոսի մյուս կողմում չենք, այդ տարածաշրջանն անմիջապես մեր սահմանների մոտ է, ասել են լրագրողներին։ Պեսկովից նաեւ հետաքրքրվել են, թե արդյոք Ռուսաստանը կարմիր գծեր ունի Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության առումով։ Կարմիր գծեր առաջին հերթին պետք է ունենան տարածաշրջանի երկրները, քանի որ հենց այս տարածաշրջանն է այժմ ներքաշվում անկայունության եւ պատերազմի անդունդը, պատասխանել է նա։ Իրանին ԱՄՆ-ի հարվածի դեպքում Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության երկրները կարող են բախվել ահաբեկչությունների ալիքի, հաղորդել է լոնդոնյան The Telegraph թերթը հղումանելով դիվանագիտական աղբյուրներին։ Պարբերականի տեղեկությունների համաձայն Մեծ Բրիտանիան եւ եվրոպական մյուս պետությունները մտահոգություն են հայտնել Վաշինգտոնին, որ միջամտելով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը կարող են քնած բջիջների կողմից ահաբեկչական հարձակումների ալիք հրահրել եվրոպական տարածքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին աջակցելու կասկածանքով իրանական Լուրեստան գավառում ձերբակալել է 16 անձի, հաղորդում է Թասնիմ գործակալությունը։ Ըստ հաղորդագրության ձերբակալված անձինք իրենց գործողություններով համացանցում խուճապ են տարածել եւ փորձել են թուլացնել իրանցի ժողովրդի միասնականությունը։ Գործակալությունը նշում է, որ համացանցում ցանկացած գործողություն, որ միտված է Իսրայելի նպատակների իրագործմանը, նաեւ կեղծ լուրերի ու տեղեկությունների տարածմանը, կարժանանա երկրի իրավապահ մարմինների ուշադրությանը։